Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Լիբանանի պահանջները կատարվեն, հայտարարել է Լիբանանի վարչապետը։ Նավաֆ Սալամը նշել է, Բեյրութի պայմանները հստակ են։ Պատերազմը պետք է դադարի, իսրայելական զորքը պետք է լքի հարավային Լիբանանը։ Սալամն ընդգծել է, որ Լիբանանը չի ընտրել պատերազմը, այլ ներքաշվել է Իրան-Միացյալ Նահանգների բախման մեջ։ Լիբանանի վարչապետի հայտարարությանն արձագանքել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն հայտնել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող էր վաղուց կնքվել, եթե չլիներ Հեզբոլլահը։ Նեթանյահուի խոսքով իրանական ռեժիմի վախճանը կստիպի խմբավորմանը զենքը վայր դնել։ Այս հայտարարությունների ֆոնին իսրայելական ավիահարվածները Լիբանանին շարունակվում են։ Երկրի հարավային գյուղերին ու քաղաքներին հարվածների հետևանքով զոհերի մասին են հայտնում տեղական լրատվամիջոցները։ Մեկ ժամում հարվածների մի քանի ալիք է եղել։ Նաբաթիե քաղաքի ավերակներում փրկարարները ողջ մարդկանց գտնելու հույս ունեն։ Հարավի մոտ 80 քաղաքների բնակիչների ՑՀԼ-ը կոչ է արել չվերադառնալ իրենց տները, նշելով, որ ռմբակոծությունը շարունակվելու է։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, Հեզբոլլահի ենթակառուցվածքներն են իրենց թիրախում։ Շուրջ 70 հենակետ են ոչնչացրել, սպանել խմբավորման ավելի քան 30 անդամի։ Հեզբոլլահն էլ կրակի տակ է պահում Իսրայելի հյուսիսային բնակավայրերը։ Նահարիայից հարավ իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ է հրթիռներ արձակել խմբավորումը։ Հեզբոլլահը հարվածներ է հասցրել նաև հարավային Լիբանանում գտնվող իսրայելական բանակի դիրքերին, զորքերին և ռազմական մեքենաներին։ Չդադարող կրակի պայմաններում Միացյալ Նահանգների պետքարտուղարության և Իսրայելի պաշտոնյաները The Times of Israel-ին հաստատել են, որ Միացյալ Նահանգները մայիսի 14-ին և 15-ին կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչներին, դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլի համար։ Հեզբոլլահի զինաթափման համար ձեռնարկվող ավելի կոնկրետ քայլեր կքննարկեն կողմերը։ Մարիամ Ամերջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։